Հունիսի 7-ին նախատեսված ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը շարունակում են աշխատատեղերի ստեղծման խոստումներ տալ։ Փաստերի ստուգման հարթակը համադրել է կուսակցությունների ու դաշինքների հրապարակած ծրագրերն ու հայտարարությունները, հասկանալու թե ինչ թվեր եւ նպատակներ են ներկայացվում զբաղվածության ոլորտում։ Ըստ հրապարակման քաղաքացիական պայմանագիրը խոստանում է տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղ։ Միաժամանակ նշվում է, որ 2021-ից 2025 թվականներին Հայաստանում արդեն ստեղծվել է ավելի քան 184,000 աշխատատեղ եւ նոր խոստացված ցուցանիշը նախորդ տարիների աճից ցածր է։ Ուժեղ Հայաստանը առավել հավակնոտ ծրագիր է ներկայացնում առաջիկա 5 տարում 300,000 աշխատատեղ, այսինքն տարեկան միջինը 60,000։ Իշխանության ներկայացուցիչները սակայն այս թվերը որակել են ոչ իրատեսական, մատնանշելով աշխատուժի սահմանափակ ռեսուրսը։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ տարեկան 35-ից 45,000 աշխատատեղ կստեղծեն, մինչև գործազրկությունը նվազի 5-ից 6%-ով։ Հստակ թվային նպատակներ է ներկայացրել նաև Միասնության թվերը, խոստանալով 100,000 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Մյուս քաղաքական ուժերից շատերը հստակ թվային խոստումներ չեն ներկայացրել։ Բարգավաճ Հայաստանը խոսում է ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով նոր աշխատատեղերի մասին, իսկ Հանրապետությունը շեշտում է բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը առանց կոնկրետ թվերի։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։